Ճիշտ եմ արանի 23 խնդիրը։ Երբ 1 կիլոգրամ աղի լուծույթից դատարկեցին 250 գրամ եւ այնտեղ ավելացրին 500 գրամ մաքուր ջուր, արդյունքում ստացվեց 10.8% լուծույթ։ 1 կիլոգրամը 1000 գրամ է։ 250 գրամ լուծույթից դատարկել ենք 500 գրամ մաքուր ջուր ենք լցրել, սա մաքուր ջուր է։ Մաքուր ջուր ենք լցրել։ Լուծույթը դարձել է 1250 գրամ, սա պարզ է։ Հիմա ասում են այդ լուծույթը 10.8% է։ Հաշվում ենք 1250-ի 10.8%-ը։ Ինչ է ստացվում։ 135 գրամ։ Առաջին խնդիրը լուծեցինք։ Պահանջվում էր քանի գրամ աղ է պարունակում ստացված լուծույթը։ Առաջին խնդիրը գրել ենք։ Երկրորդ խնդրում պահանջվում է որքան էր աղի տոկոսը սկզբնական լուծույթում։ Սկզբնական լուծույթում քանի տոկոսանոց էր այն 1000 գրամը։ Այս 135 գրամ աղը 1000 գրամի 7%-ն է։ Արդյոք 1000-ից է եկել, չէ՞ որ 1000-ից 250-ը դուք դատարկել եք։ 750։ Ապրեք 750-ից է եկել։ Ուրեմն 1000-ից դուք 250-ը դատարկել եք, չէ՞։ 750 գրամ լուծույթից է եկել, այն 500-ը մաքուր ջուրեր, եկեք համեմատություն կազմենք։ Ստացվում է, որ 750 գրամը ինչ որ տոկոս պիտի գրեք եւ 135 գրամը։ Ինչպես գրեմ, որ համեմատություն լինի, ես գտնեմ սկզբնական լուծույթի տոկոսը։ 750 գրամը դիտարկում եմ քանի տոկոսանոց, ապրեք 100%, չէ՞ որ դրանից է եկել, եթե ինքը 100 էր, ապա 135 գրամը քանի տոկոսանոց էր, x-ի ինչ է ստացվում, հաշվեք։ 135 անգամ 100 հարաբերած 750-ի։ 18% էր ուրեմն նախնական լուծույթը։ Պարզային բացատրում հնարավոր։ Ուրեմն աղի տոկոսը սկզբնական լուծույթում 18% էր։ Քանի գրամ աղ կար սկզբնական լուծույթում։ Մանե։ Սկզբնական լուծույթում քանի գրամ աղ կար սկզբնական լուծույթում։ Հենա տոկոսը գտել ենք։ Ասա, Մարիաննա։ Սկզբնականը 700։ Հաշվում ենք 750 գրամի 18%-ը։ Սկզբնականը 1000 գրամ չէր։ Սկզբնական լուծույթը 1000 գրամ էր, որը 18%-անոց էր, հաշվեցինք անգամ 18 բաժանած 100-ին, ինչ է ստացվում։ 180 գրամ աղ կար սկզբնական լուծույթում։ Այն 135-ը մնաց, որտեղ դուք դատարկել էիք վրայից, բոլորն էլ գրեցիր։ Եվ չորրորդ հարցն է հետաքրքիր։ Քանի գրամ ջուր պետք է գոլորշիացնել ստացված լուծույթից, որպեսզի նրանում աղի տոկոսը հավասար լինի սկզբնական լուծույթի տոկոսին։ Դուք հիմա ստացել եք 10.8%-անոց այս լուծույթը, չէ՞։ Իրանից դատարկել եք 500 գրամ մաքուր ջուր եք լցրել, 10.8%-անոց լուծույթում եք։ 1250 գրամ։ Հիմա ինչքան ջուր հեռացնենք, որ վերջում դառնա էլի 18%-անոց։ 10.8-ից։ Հա։ Սկզբնական իրավիճակում 1000 ունեի, 250 գրամ այդ լուծույթից դատարկեցինք, 500 գրամ մաքուր ջուր լցրեցինք, ստացանք մի իրավիճակ, որտեղ 1250 գրամ ջուր է 10.8%-անոց։ Հիմա ասում են ինչքան ջուր հեռացնենք, որ դառնա էլի 18%-անոց։ 135-ից 250։ Իսկ ինչպես հաշվեցիր 250, եթե դու այդ ավելի 250-ը հեռացնես, չէ՞ որ 500 էի ջուրը լցրել, ավելի 18 չի լինի, էլի։ Նայ, դու 250 ես հեռացրել, 500-ն ես, չէ՞ տեղը լցրել։ Եթե դու 500-ը որ հեռացնենք, այո, ճիշտ է։ Եղեք, այս ավելացրած 500-ը որ դուք հեռացնեք, գոլորշիացնեք, ներողություն եմ խնդրում, գոլորշիացնեք, կդառնա նորից 750 գրամ, աղն էլ մեջը կմնա 135 գրամը։ Այնպես որ չորրորդի պատասխանը ինչ ենք գրում։ Պարզեն բացատրում, թե մի հատ էլ հաշվարկով ցույց տամ։ Այո, եթե դուք այդ 500-ը հեռացնեք, 1250-ից կարողանաք 500-ը հեռացնել։ Իսկ դա ո՞նց կարող ենք միայն ջուրը հեռացնել։ Ինչ ենք անում։ Մենակ ջուրը ո՞նց ենք միջից ջոկում հեռացնում։ Գոլորշիացնեք, ուղղակի դնում եք գազին, գոլորշիացման ժամանակ մենակ ջուրն է հեռանում։ Այդ աղը ի վիճակի չի հեռանալու։ Ջուրը հեռանում է, կդառնա ինչքան, եկեք հաշվարկ անենք։ 750 գրամ, որտեղ 135 գրամ աղը կլինի, եկեք հետ հաշվարկ անենք, 750-ը կլինի 100%-ը, 135-ն էլ 18%-ը։
եմ բացատրում։ Ուրեմն 4-րդի պատասխանը 500 գրամ ջուր գոլորշիացնել։ Բարձր։ Դե արի մի քանի անգամ լուծել եմ, դու պետք է մտածել։ Չէ՞,